ամեն ինչ որ մարդն անում է, կենտրոնում ինքն է միշտ, որովհետև ինքն ուզում է, որ ինքը նկատվի, իրան գնահատեն, իրան արժևորեն, եւ երբ որ մարդն այս ձևին է իր հասարակության նկատմամբ, հանկարծ երբ որ մարդը ապաշխարում է, ցանկություն ունի, որ իր երկնավոր հայրն էլ, որին ինքը խոստովանում է որպես իր հայր, նկատի իրան։ Եվ մեր հետաքրքրվածությունը սա է, որ երբ որ մենք աղոթքներ ենք անում, ուզում ենք տենանք, արդյոք Աստված այս աղոթքը լսում է թե չէ։ Երբ որ մի զոհաբերություն ես անում, ուզում ես հասկանաս, Աստված տեսավ սա, գնահատեց սա թե չէ, որովհետև երբ որ հին ուխտի մեջ մենք տեսնում ենք, որ Աբելն ու Կայենը զոհ մատուցեցին Աստծուն, Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված Աբելին եւ նրա զոհը նայեց, տեսավ, բայց Կայենին եւ նրա զոհին մտիկ չարավ, չնայեց։ Մեր հետաքրքրվածությունը սա է, որ երբ որ լավ Աստծո համար մի բան անում եմ, արդյոք ինքը նկատեց, սա թե չնկատեց։ Դավիթ թագավորը, որ երկրորդ թագավորացում, երբ որ նկարագրված է մի տեսարան, որտեղ ինքը Աստծո առաջ մեղք էր գործել ու Աստված ասել էր, որ քո կյանքի մեջ պատիժներ պետք է գան, որովհետև դու իմ անունն անարգել տվեցիր թշնամու առաջ, քո կյանքի մեջ հետևանքները դու պիտի կրես։ Թեև Դավիթը զղջաց, Աստված ասավ, ներում եմ քեզ քո անցանքը, բայց հետևանքներ կա, որ դու պիտի կրես քո արածի համար։ Ու երբ որ Դավիթի որդին ապստամբեց իր դեմ ու Դավիթը փախչում էր իր որդուց, որովհետև չէր ուզում ատամներով պահեր թագավորությունն իր ձեռքերի մեջ, այլ ասում էր ես գնամ։ Երկրորդ թագավորաց 16-րդ գլուխ 12-րդ համարի մեջ նկարագրված է իրավիճակ, որտեղ հանկարծ տեսնում ենք, որ մի մարդ դուրս եկավ, որը Դավիթից առաջ թագավոր եղած Սավուղի սերնդից էր եւ սկսում էր հայհոյել Դավիթին եւ անարգել։ Ու երբ որ անարգում էր, Դավիթի զորավարն ասավ. «Էս ինչ է, այս սատկած շունը, դուրս գամ սրա գլուխը վրից թռցնեմ»։ Դավիթն ասավ. «Ինչ ունես իմ հետ»։ Իր հորքորի տղեն էր, իր զորավարն ասավ. «Շարոհի այ որդիներ, ինչ եք ուզում ինձանից»։ Ես լռեմ, որովհետև Տերն է իրան հրամայել, որ խոսա։ Իմ տղեն դուրս է եկել իմ դեմ, ես Բենյամինանից ինչ սպասեմ ես, որովհետև ինքը գիտակցում էր, որ ինքը մեղք է գործել Աստծո առաջ ու Աստված թույլ է տվել, որ իրան նախատեն։ Եվ իր սրտի դիրքն այս ձևին էր, ասում էր. գուցե Տերը նայի իմ նեղությանը, գուցե Տերը նայի իմ նեղությանը եւ Տերը ինձ բարիք հատուցանի այսօրվա անեծքի փոխարեն։ Այսինքն ասում էր, ես կհանդուրժեմ, որ ինձ նախատի, ես կհանդուրժեմ, որ ինձ հայհոյի, ես կհանդուրժեմ, որ ինձ նստեմացնի, ստորացնի, որովհետև թագավորը գնում է թագավորի վրա, նրա ժողովրդի վրա քարեր է գցում ու անարգանք է տեղում թագավորի վրա, բայց Դավիթն ասում էր. իմ հետաքրքրվածությունը սա է։ Լավ, մարդիկ ինչ որ բան են անում, բա Տերը այս իրավիճակին ոնց է նայում։ Թերևս ես լռեմ, հանդուրժեմ, կարող է Տերը նայի եւ այս հայհոյանքի, այս անարգանքի փոխարեն ինձ բարիք հատուցի։ Որովհետև Դավիթը մի մարդ էր, ով գիտեր, որ Տերն ամեն բան տեսնում է, գիտեր, որ իր որևէ բանը ծածկված չի Աստծո առաջից։ Մենք երբեմն կարիքներ ունենք, իրավիճակներ ունենք, որ մեզ թվում է, թե Աստծո աչքերից ծածկված է այս իրավիճակները, այս կարիքը ծածկված Աստծո աչքից, բայց եկեք մեր աչքերը բարձրացնենք ու նայենք նրան, որովհետև Տերը ամեն բան տեսնող Աստված է։ Սաղմոս 139-ի մեջ Դավիթ թագավորը, երբ որ նկարագրում է այս Սաղմոսը, ասում է՝ «Ուր փախչեմ քո երեսից, ծովի խորքերը գնամ, ուր գնամ, դու ունդեղ ես, դու ամեն բան տեսնում ես, դու իմ սիրտն ես տեսնում, դու ամեն բան քննում ես իմ ներսում, եթե անգամ դժոխք իջնեմ, քո աչքերից չեմ կարող ծածկվել անգամ դժոխքի մեջ»։ Լավ, եթե Դավիթ թագավորն ասում էր, գուցե Տերը նայի իմ նեղությանը եւ ինձ բարիք հատուցի, իրականում որտեղ են նայում Աստծո աչքերը,
որովհետև բաներ կա, չէ, որ Աստված տեսնում է ու գնահատում է, որովհետև Աստված տեսնում է ոչ միայն տեսնելու համար, Աստված տեսնում է գնահատելու համար, Աստված տեսնում է օգնելու համար, Աստված տեսնում է աջակցելու համար, վեր բարձրացնելու համար, Աստված տեսնում է լսելու համար եւ Աստված տեսնում է հիշելու համար։ Ծննդոց 4 գլուխ 4 խոսքը ես ասացի, հիշացրեցի այս պատմությունը Աբելի եւ Կայենի մասին, բայց այս հատվածի մեջ ուզում եմ կարդամ այս հատվածը, որտեղ ասում է, որ Աստված Աբելն էլ մատուցեց իր ոչխարների անդրանիկներից եւ նրանց պատառակներից եւ Եհովան Աբելին եւ նրա ընծային մտիկ արավ։ Մենք գործ ունենք տեսնող Աստծո հետ։ Քիչ առաջ մենք հանգանակություն արեցինք, քիչ առաջ ամեն մեկս ինչ որ բան տվեցինք կամ չտվեցինք։ Երբ որ մի բան անում ենք, ուզում ենք, որ հասկանանք, ում համար որ անում ենք, իրա դուրն եկավ, թե դուրը չեկավ։ Որովհետև մարդիկ կա, որ ասում են, երբ որ ծննդյանս օրը գալիս է, հասկանում եմ աշխարհի տակ ինչքան անպետք իրեր կան։ Որովհետև ինչքան անպետք իր կա, բերմեն իրան նվեր են տալիս, ինքը հասկանում է ինչքան անպետք իրեր կան։ Երբ որ մենք Աստծո համար մի բան անում ենք, ուզում ենք հասկանանք, իրա դուրն եկավ այս բանը, թե դուրը չեկավ։ Իսկ երբ է իրա դուրը գալիս։ Երբ որ սրա մեջ սիրտ կա, երբ որ սրա մեջ վերաբերմունք կա եւ գնահատական կա։ Տեր Հիսուսը երբ որ կանգնած նայում էր, թե ով ինչպես է տաճարի մեջ ընծագցում, Տեր Հիսուսը չէր նայում, ով ինչքան է գցում։ Տեր Հիսուսը նայում էր, ով ինչպես է գցում։ Եվ երբ որ Տեր Հիսուսը նայում էր, թե ով ինչպես է գցում, հանկարծ գտավ մեկին, որ բոլորից ամենաքիչը գցեց։ Գուցե մեր գումարի չափով 2 հատ 10 դրամանոց գցեց։ Բայց Տեր Հիսուսն ասավ, սա մեկից շատը գցեց։ Ով էր այդ կինը։ Մի որբևայրի էր։ Սուրբ Գիրքն ասում է որբևայրի էր։ Եվ տնանկ որբևայրի էր։ Գիտենք ինչա տնանկը, տուն չուներ։ Մենք մեր տանը, երբ որ ձմեռը գալիս է, որոշ պաշարներ ունենք հավաքած ձմեռվա համար։ Մեր նկուղներում պաշարներ ունենք հավաքած, որ եթե այդ պահին տանը հաց էլ չկա, կարտոֆիլ կա, որ կարանք բանենք, պահածո կա, որ կարանք բացենք, որտեվ եթե այդ պահին գումար չկա, բայց սոված թերևս չես մնա։ Բայց այս կինը տնանկ էր, տուն չուներ, որ մի բան ունենար պահած, պահելու տեղ չուներ, որ մի բան պահեր։ Հաջորդ բանը գլխին մեկը չկար, որ իրան տիրություն աներ, մարդը մահացած էր, որբևայրի էր։ Եվ երբ որ տուն չունի ու մեկը չունի, որ իր համար հոգ տանի, ու վերջի գումարը, որ գրպանում կա, հանկարծ Աստծուն ասում է, Տեր, դու ինձ համար շատ ավելի կարևոր ես, քան իմ կյանքը ինձ համար, ու ես սա էլ դնում եմ քո տաճարի մեջ։ Ու այս կինը, երբ որ հեռացավ, փող չուներ, տուն չուներ, պահածոներ չուներ, իր համար հոգացող մեկն էլ չուներ, որևէ բան չուներ։ Սա էր պատճառը, որ Տեր Հիսուսը տեսավ, թե ինչպես արեց այս կինը, ոչ թե ինչքան արեց, այլ ինչպես արեց։ Եվ Տեր Հիսուսը ծայրահեղ բարձր գնահատեց այս կնոջ արածը։ Եվ մինչև այսօր պատմվում է այս կնոջ արածի մասին։ Մենք նայում ենք, թե մարդիկ ինչ են անում, Աստված նայում է, թե ինչպես եւ ինչու են անում։ Ելից 2 գլուխ 23-ից 25 համարներն եմ ուզում կարդամ։ Եվ այն շատ օրերում եղավ, որ Եգիպտոսի թագավորը մեռավ եւ Իսրայելի որդիքը ծառայության պատճառով հառաչեցին եւ աղաղակեցին եւ նրանց աղաղակը ծառայության համար Աստծո մոտ բարձրացավ։ Եվ Աստված նրանց հեծությունը լսեց եւ Աստված հիշեց իր ուխտը, որ իր ուխտը Աբրահամի հետ, Իսահակի եւ Հակոբի հետ դրել էր։ Եվ Աստված նայեց Իսրայելի որդկանց վրա եւ Աստված իմացավ նրանց վիճակը։ Աղաղակ բարձրացավ, դժվարությունից, ծանրությունից աղաղակ բարձրացավ։
երբ որ որևէ պատճառով քո սրտից աղաղակը բարձրանում Աստծո առաջ, թեև այդ պահին քո զգացողությունները կարող են ձև եղնի, որ առաստաղից վերև չի բարձրանում քո աղոթքը, վստահի, որ երբ որ քո սրտից աղաղակը բարձրանում Աստծո մոտ, Աստված լսում է։ Ու երբ որ Աստված լսեց այս աղաղակը, Աստված հիշեց, եւ Աստված երբ որ լսեց այս աղաղակը, Աստված իմացավ նրանց վիճակը։ Երբ որ քո երկնավոր հայրը լսում է քո աղաղակը, ինքը նայում է իմանալու համար, թե ինչ վիճակի մեջ ես դու։ Մեր կյանքի մեջ մարդիկ կա, որ երբ որ մեկին գտնում են, սկսում են կյանքները պատմել, թե այս ինչ ծանր վիճակի մեջ են իրանք, գուցե անծանոթ մարդ եղնի, սկսում են սիրտները դատարկել, որ այս մարդը իրանց ինչ որ ձևով կարողանա աջակցել, իրանց լսի, թեկուզ գոնե մենակ լսի եւ իմանա, թե ինչքան ծանր վիճակի մեջ է, որովհետեւ աջակցության, հոգեբանական աջակցության կարիք են ունենում, բայց երբ որ քո երկնավոր հայրը իմանում է քո վիճակի մասին, նա օգնություն ունի պատրաստած, նա ուխտ ունի հիշելու, որ երբ որ մենք աղաղակ ենք բարձրանում, նա հիշում է իր ուխտը, որ ունենք իր հետ կնքած։ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Աստված լսեց հառաչանքը, աղաղակը լսեց եւ ուխտը հիշեց։ Սաղմոս 14-րդ գլուխ 2-րդ համարի մեջ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված երկնքից նայում է։ Եվ նայում է ինչի, նայում է որպեսի տեսնի, թե կա արդյոք իմաստուն մեկը, որ Աստծուն փնտրի կամ Աստծուն խնդրի։ Աստված նայում է եւ Աստված ինչ որ բան փնտրում է։ Մենք մարդիկս հաճախ շատ բաներ փնտրում ենք։ Երբեմն մեր սիրտը գնում է հանգիստ փնտրելու, երբեմն մեր սիրտը գնում է փառք փնտրելու, երբեմն մեր սիրտը գնում է մարդկանցից գնահատական փնտրելու, երբեմն մեր սիրտը գնում է ֆինանսներ փնտրելու եւ բարեկեցություն փնտրելու, բայց ինչ է փնտրում Աստված։ Երբ որ նայում ենք Աստծուն, Աստված մի ուրիշ բան է փնտրում։ Դենում արդյոք իմաստուն մեկը կա թե չէ։ Ման է գալիս, երկրի վրա փնտրում, ասում է, այս գնացի, այս ինչ քաղաք է, այս քաղաքի մեջ մարդկանց բոլորի սրտերը ման եկա, ոչ մեկին չգտա։ Հետո գնացի ուրիշ քաղաք, հետո հաջորդ գյուղը գնացի, հետո հաջորդ քաղաքն ու գյուղը գնացի ու ման եկա, նորից ման եկա ու ման եկա, բայց չգտա մեկին, որի սիրտը ինձ էր փնտրում։ Հետո հանկարծ երբ որ Աստված գտնում է մեկին, որի սիրտը իրան է խնդրում ու իրան է փնտրում, ոնց եք պատկերացնում, ինչ գնահատական կունենա այս մարդը Աստծո առաջ։ Աստված իմաստուն մարդիկ է փնտրում, մարդիկ, որոնք իմաստությունով կվարվեն եւ Աստծուն կխնդրեն, որովհետեւ մեծագույն բանը, որ մենք կարող ենք անել, դա Աստծուն մեր կյանքի մեջ առաջի տեղում դնելն է եւ Աստծուն խնդրելն ու փնտրելն է։ Ուզում ես հասկանաս, սիրտդ Աստծուն խնդրում է թե չէ, փնտրում է թե չէ։ Եկեք նայենք, ոչ թե որ աղոթք ենք կարել, այլ Աստծու հետ ժամանակ երեք անց ենք կացրել ու ոնց ենք անցկացրել։ Արդյոք պարտավորությունից ելնելով ենք աղոթք կարել, թե իսկապես ուզեցել ենք, որ նա գա մեր կյանքի մեջ։ Մենք այսօր շատ գեղեցիկ երկրպագություն ունեցանք եւ շատ գեղեցիկ երգով Աստծո առաջ եկանք, որ Տեր միակն ես դու, ում ուզում եմ ճանաչել, ցողիր ինձ վրա քո ներկայությունը թող գա, թող քո փառքը գա։ Արդյոք մեր սիրտն է երգում այս երգը, թե ընդամենը մեր շրթունքներն են երգում այս երգը։ Մեզ համար արդյոք էականը ու կարևորը նա է, որ այս հաճելի մթնոլորտի մեջ եղնենք, թե իսկապես ուզում ենք Աստծուն մոտ եղնենք։ Աստված ասում է, ման եկա, որ գտնեմ, արդյոք կա իմաստուն մեկը, որ Աստծուն խնդրի։ Արդյոք կա իմաստուն մեկը, եւ շարունակության մեջ ասում է, բոլորը խոտովեցին մեկտեղ անպիտան եղան։ Այսօր Աստծո սիրտը փնտրում է մարդիկ, Աստծո աչքերը նայում են այն մարդկանց, որպեսի տեսնեն, այդ մարդկանց մեջ կա մարդ, որ իսկապես ուզում է իր այդ ժամանակ անցկացնի, ով կարա իր ամեն ինչը թողա ու Աստծո հետ
ժամերով ժամանակ անցկացնի, ում համար ցանկալի է Աստված, ոչ թե ցանկալի է համացանցը, հետաքրքիր նյութերը, տեսանյութերը, հետաքրքիր բաները, այլ իր համար կարևոր է հենց ինքը Աստված։ Աստված իր կյանքի մեջ ամենացանկալի անձն է։ Մենք այսօր գուցե մի փոքր բացահայտենք մեր վիճակը, բայց այս բացահայտելու նպատակը նա չի, որ նախատինքի մեջ ընկնենք, այլ բացահայտելու նպատակը նա է, որ մենք հասկանանք մեր իրավիճակը, որտեղ երբ որ դու չգիտես, որ դու հիվանդ ես, դու երբևէ չես էլ գնա բժշկի մոտ։ Երբ որ այսօր բացահայտենք, որ մեր սրտի դիրքի մեջ վերաբերմունքը մեր Աստծո նկատմամբ ինչպիսին է, եթե չհասկանանք, որ այս վերաբերմունքը այն ձև չի, ոնց որ Աստված ուզում է տեսնի, եթե մենք չհասկանանք սա, մենք չենք կարող շտկենք մեր սրտերը։ Իսկ Աստված ուզում է, որպեսզի մենք ժամանակին շտկենք մեր սրտերը եւ նրանք դնենք մեր կյանքի մեջ ամենակարևոր տեղի մեջ եւ նա դառնա մեր կյանքի կենտրոնը եւ մեր սրտի ցանկալիքը։ Ըստ էության ի՞նչ է կուռքը։ Մենք այդ մասին գուցե շատ չենք խոսում ու ճիշտ չենք անում, որ չենք խոսում։ Ինչ է կուռքը ըստ էության։ Կուռքը դա նախընտրելին է Աստծուց։ Կուռքը դա ցանկալին է, որ փոխարինում է Աստծուն։ Արդյոք մեր սիրտը ցանկալի ու նախընտրելի բաներ ունի Աստծուց, որ մենք Աստծուն երկրորդ տեղում ենք դնում, ստորադասում ենք եւ մեր ցանկություններն ավելի բարձր տեղում ենք դնում։ Երբ որ մենք Աստծուն մերժում ենք, ասում ենք, չէ, ես ավելի նախընտրում եմ այս բանով ժամանակս անցկացնեմ, սա եղնի իմ կյանքի մեջ, իմ մտքի մեջ, իմ սրտի մեջ, իմ զգացմունքների մեջ, սա բավարարումը լինի իմ կյանքի եւ ոչ թե դու լինես բավարարումը իմ կյանքի։ Ու երբ որ մենք այս բանն անում ենք, մենք այս սրանունը կռապաշտություն չենք դնում, որտեղ մենք ասում ենք, հա դե ինչ արեցի, ընդամենը հաճելի ժամանակ անցկացրեցի, բայց Աստված ուրիշ ձև է նայում։ Աստված նայում է, որ մենք իրան ցածրացրեցինք, մերժեցինք, մենք իրան մի կողմ հրեցինք։ Ու մենք մտածում ենք, որ մենք քրիստոնյա ենք, մենք մտածում ենք, որ մենք աստվածապաշտ ենք, բայց ո՞նց է մտածում Աստված։ Աստված արդյոք նույն ձև է մտածում, թե Աստված մտածում է, որ մենք մարդիկ ենք, որոնք Աստծուն մերժում են։ Այնքան ցավոտ խոսքեր կա Աստվածաշնչի մեջ ու դրանցից ամենացավոտը երևի սա է, որ Աստված ասում է 40 տարի ես անապատում հանդուրժեցի այս ժողովրդին, որոնք մերժեցին ինձ։ Ես նրանց Եգիպտոսի երկրից ծառայության տնից հանեցի, բայց 40 տարի ես մերժվեցի նրանց կողմից։ 40 տարի իմ սիրտը զզվեց այս ժողովրդից, որտեղ նրանք անընդհատ մերժում էին ինձ։ Եվ ես ու սա էր պատճառը, որ Աստված Մովսեսին ասավ, ուզում եմ կոտորեմ այս ժողովրդին, հետո քեզանից մի հատ ազգ կհանեմ, ոնց որ Աբրահամից այս սերունդը հանեցի, այս ժողովուրդը հանեցի, իրանց կոտորեմ, քեզանից մի հատ սերունդ կհանեմ։ Մովսեսն այս իրավիճակի մեջ ուրիշ ձև վարվեց, բայց հարցը սրա մեջ է, երբ որ մարդիկ մերժում են Աստծուն, կարծում են, թե իրանք աստվածապաշտ են, բայց ըստ էության Աստծուն մերժելով ապրում են։ Եվ այս Սաղմոսի մեջ ասում է, նայեցի տեսնեմ արդյոք կա իմաստուն մեկը, որ Աստծուն փնտրի։ Եսայի մարգարության 66-րդ գլուխ 2-րդ համարի մեջ Աստված ասում է, ես այս մարդկանց պիտի նայեմ։ Երբ որ նայելու մասին խոսում Աստված գնահատականի մասին է խոսում, որ այս մարդիկ արժանի են իմ ուշադրությանը, այս մարդկանցով ես հետաքրքրված եմ, այս մարդիկ իմ ուշադրության կենտրոնում են, իմ սրտի մեջ են այս մարդիկ, եւ այս համարի մեջ ասում է, որ ես սրանց պիտի նայեմ խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին եւ իմ խոսքից դողացողին։ Արդյոք խոնարհությունը մի հատկանիշ է, որ Աստված այդքան հետաքրքրված է խոնարհներով։ Այնքան հետաքրքրված է խոնարհներով, որ երբ որ մենք բացահայտենք նախ ինչ է խոնարհը, այդ ժամանակ կհասկանանք, որ ինչու Աստված հետաքրքրված է խոնարհներով։ Խոնարհը դա ոչ թե հեզն է, որ մենք նայում ենք, որ այս մարդը համեստ մարդ է, դա հեզությունն է։ Տեր Հիսուսն ասում էր, սովորեք ինձանից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ։ Տեր Հիսուսը
իր վարքագիծներ ցույց տալի, որ ես համեստ եմ եւ սրտով խոնար եմ։ Խոնարհությունը դա սրտի հատկանիշ է։ Իսկ խոնարհություն սրտի նշանակում է, երբ որ ես իմ կամքը ստորադասում եմ Աստծո կամքին։ Երբ որ ես ասում եմ, էական չի, ես ինչ եմ ուզում, էականա դու ինչ ես ուզում։ Երբ որ ես իմ սիրտը խոնարհացնում եմ Աստծո կամքին, սա է խոնարհությունը։ Ու հանկարծ Աստված ասում է, ես ես մարդկանց պիտի նայեմ, որոնք խոնար են։ Երբ որ հանկարծ իմ կյանքի մեջ ես տեսնում եմ, որ ես ինձ շատ բաներից զրկում եմ հանուն Աստծո, հետո հանկարծ միտք է գալիս, ասում եմ, բայց խի եմ ես ինձ զրկում այս բաներից, ոնց որ Մաղաքիայի մարգարեության մեջ ժողովուրդն ասում էր, մենք ինչի մար մեզ նեղություն տվեցինք, մեզ մեկն արեցինք, մյուսն արեցինք եւ Աստված ասում է, կգա մի օր, պատասխանն Աստծո սա էր, կգա մի օր, որ դուք կտեսնեք Աստծուն ծառայություն անողի եւ ծառայություն չանողի տարբերությունը, որ դուք ձեր անձերը խոնարհացրեցիք Աստծուն ծառայելու, Աստծո կամքը կատարելու, կգա մի օր, որ դուք կտեսնեք տարբերությունը։ Մենք գուցե առաջին հայացքից այդքան էլ գայթակղիչ չի թվում, որ ես իմ կամքը խոնարհացնեմ Աստծո կամքին, բայց հավատքը հենց այստեղ է պետք, որ ես գիտակցեմ, որ մի օր կա, որ ես գնահատականը կտեսնեմ Աստծո։ Եվ էական չի, անգամ երբ որ դու գնահատականի համար էլ չես անում սա, քեզ երբ որ Աստված քո սրտի սիրելին է, քեզ դուր է գալիս, որ դու քո կամքը խոնարհացնես իրան, որովհետև ինքը քո համար քո կյանքի ամենակարևորն է, ինքը քո սրտի ամենասիրելին է, ու քեզ դուր է գալի, որ դու իրան ասես, թող քո կամքը լինի ու ոչ թե իմ կամքը լինի։ Աստված ասում է, ես կոտրած հոգի ունեցողին պետք է նայեմ։ Ինչ է նշանակում կոտրած հոգի ունեցողին։ Երբ որ հանկարծ ես տեսնում եմ, որ սիրտս ջարդված է, երբ որ ես տեսնում եմ մարդիկ են ջարդել, իրավիճակներն են ջարդել, իմ կյանքի փորձություններն են ջարդել իմ սիրտը, ու սրտիս մեջ տենում եմ, որ սիրտս այնքան է կոտրված, որ էլ բան չի ուզում, որ թևաթափեղած ջարդված է իմ սիրտը, ու ես մտածում եմ, որ ես ում եմ պետք, երբ որ մեր կյանքի մեջ իրավիճակներ է գալիս, որ քո սիրտը ջարդված է, որ շատ մարդիկ են կոտրել քո սիրտը, քո իրավիճակներն են կոտրել քո սիրտը, քո փորձություններն են կոտրել քո սիրտը, որ երբեմն թվում է, թե Աստված է կոտրել քո սիրտը, վստահի, որ Աստված անտես չի անում։ Սա մի հատ փոքր ճրագի պես է, որ Աստծո ուշադրությունը գրավում է, եւ Աստված նայում է այս լույսին, ասում է, քո սրտի մեջ մի բան կա, որ գրավում է ինձ, որ ես չեմ կարող անտարբեր անցնեմ սրա կողքով։ Տեր Հիսուսի մասին գրված է, որ նա պլպլացող պատրույգը չի մարի եւ կոտրված եղեգը չի փշրի։ Տեր Հիսուսի բնութագիրն է սա, երբ որ քո կյանքի մեջ որ տենում ես, թե հազիվ հազ այս լույսը արդեն մարելու վրա է, որ տենում ես, թե արդեն ջարդված է ոսկորներդ, որ էլ սրանից են կոմել տեղ չկա, վստահ է, որ Տեր Հիսուսն միակն է, որ քո պլպլացող պատրույգի կողքով չի անցնի անտարբեր, եւ ինքը այն միակն է, որ քո կոտրված եղեգը չի ջախջախի, ինքը չի թույլ տա, որ իրավիճակները քեզ մինչև վերջ այն սպառվելու աստիճան ոչնչացնեն, այլ ինքը քո ձեռից կբռնի ու քեզ կբարձրացնի, որովհետև մեր փրկչի բնութագիրն է ձևին է։ Մենք պաշտամունքի սկզբին խոսացում էր ազատության տենչանքի մասին, որ երբեմն մեր սրտերը տենչում են ազատության, ու երբ որ այս ազատության տենչանքը կա որևէ մարդու սրտի մեջ, ինչն է ազատությունը, Աստված իր հոգին է տվել ազատության հոգին, եւ Տեր Հիսուսը ասում էր, Տիրոջ հոգին ինձ վրա է, ընդ որում նա ինձ օծել է աղքատներին ավետարան քարոզելու, կոտրված հոգի ունեցողները բժշկելու համար, գերիներին ազատություն տալու համար։ Տեր Հիսուսը սա է, մենք հավատում ենք այն միակին, ով օծել, ով օծված է, որպեսզի մեզ ազատության տեղափոխի, եւ նա իր Սուրբ հոգին է տվել, որ ազատության հոգի է։ Ու եթե որևէ մեկը գերության մեջ, կոտրվածության մեջ է, Աստված իր հոգին է տվել եւ Աստված Հիսուս Քրիստոսին կարգել է որպես սոցիալ, որ մեզ ազատության տեղափոխի։ Եվ եթե մենք չունենք
ազատություն, եթե մենք անազատության կապանքների մեջ ենք, պատճառը նա է, որ Աստված մեր սրտի մեջ այդ փնտրտուքի կենտրոնը չի եւ մեր սիրտը չի փնտրում իրան, չի որոնում իրան, որտեղ մենք ինքներս մեզ մեր հայացքը թեքելով Աստծուց գնում ենք մեղքին խոնարհվելու, գնում ենք անազատությանը խոնարհվելու ու մենք մտածում ենք բախի եմ ես անազատության մեջ, պատճառը նա է, որովհետեւ մեր սիրտը չի փնտրում Աստծուն, որպեսզի ազատությունը գա մեր կյանքի մեջ, որպեսզի այն Հիսուսը, որ ոցված էր ազատելու կոտրվածներին բժշկելու համար եւ ազատելու համար, այդ Հիսուսի ներկայությունը սահմանափակում ենք մենք մեր նրա երեսը չփնտրելով, բայց ուզում եմ քաջալերեմ քեզ, որ փնտրտուքդ նորոգես եւ փնտրես Աստծո սիրտը, որովհետեւ Տեր Հիսուսի ուշադրությունը նրանց վրա է, ովքեր խոնար են, սրտով կոտրված են եւ նրա խոսքից դողում են։ Նրա սրտից, նրա խոսքից դողում են, նրա խոսքից դողում են, նրա խոսքից դողում են, ինչ կնշանակի սա, արդյոք սա վերաբերմունքի մասին չի խոսում, երբ որ հանկարծ սրտից մեջ մի հատ փոքր արկայծում է եղնում, որ սրտից մեջ զգում եմ, որ Աստված ինձ առաջնորդում է այս բանն անելու, ես ամեն գնով աշխատեմ այս բանն անեմ, մի կողմ չգցեմ, ասեմ, հա դե այս առաջնորդությունը կարող Աստվածա, կարող Աստված չի ու սրանով արդարացնեմ իմ չանելը, չէ, ամեն ջանք դնեմ, որ անեմ, որովհետև Աստված ինձ վստահել է, որ մի բան անեմ իր համար, բայց ես ոնց չանեմ իր համար, Աստված ինձ ասում է, իմ խոսքը սա է սպասում քեզանից, Աստծու խոսքի մեջ մենք պատվերներ ունենք, երբ որ մենք մերժում ենք Աստծու խոսքը, այն ժամանակ արդյոք կարանք մտածենք, որ մեր վերաբերմունքն Աստծո նկատմամբ ճիշտ է, բայց հանկարծ Աստված ասում է, ես այս մարդկանց պետք է նայեմ, ովքեր դողում են իմ խոսքից, ովքեր իմ խոսքը, երբ որ իրանց սրտի մեջ լուսավորվում է Սուրբ Հոգու կողմից, որ հանկարծ այս խոսքին հնազանդություն անեն, մի կողմ չեն գցում, ասում են, չէ, ինձ համար դու կարևոր ես, ինձ համար քո խոսքը կարևոր է։ Սաղմոս 102 19-20 համարներն եմ ուզում կարդամ, որ նա իր սրբության բարձրությունից մտիկ է տալիս, Տերը երկնքից նայում է երկրի վրա, որ լսի կապվածի հառաչանքը եւ արձակի մահվան որդկանցը։ Տերը նայում է լսելու համար։ Եվ այս հատվածի մեջ ասում Աստված նայում է մարդկանց որդկանց, որպեսզի լսի կապվածի հառաչանքը։ Ես քիչ առաջ խոսում էի ազատության եւ անազատության մասին, ու երբ որ հանկարծ կապված մարդիկ կան, Աստված ասում է, ես նայում եմ լսելու կապվածի հառաչանքը։ Հառաչանքը դա մի բան չի, որ ընդամենը մի փոքր ցանկություն կա սրտից մեջ, որ ես այս իրավիճակից դուրս գամ, այս կապանքներից ազատվեմ, երբ որ հառաչանքը դա այն հոգու խորքից բարձրացող մի հատ մռունչ է, որ բարձրանում Աստծուն, որ սիրտդ հառաչում է իրան, ասում է Տեր, աղերսում եմ քեզ, Տեր, այն որ սրտիդ խորքից հոգոց ես քաշում, ասում ես, երբ պետք է ազատես ինձ, Աստված ասում է, ես նայում եմ մարդկանց որդիներին, Աստված նայում է, Աստված անտեղյակ չի քո հառաչանքից, Աստված նայում է ազատելու համար, ու երբ որ այդ հառաչանքը կբարձրանա իրան, ինքը կարծակի կապանքներից եւ մահի որդկանց կազատի։ Մատթեոս ավետարանի մեջ 6-րդ գլուխ 4-րդ համարի մեջ Տեր Հիսուսը ներկայացնում էր Աստծուն որպես ծածուկը տեսնող։ Եվ քո հայրը, որ ծածուկը տեսնում է, հայտնապես հատուցում կանի քեզ։ Նրա աչքերը թափանցում են այնքան խորը, նրա սիրտը կարողանում է տեսնի քո սրտի այն ամենածածուկ տեղերում եղած շարժառիթներն անգամ, որոնց մասին մենք ինքներս դժվար ենք գիտակցում, դժվար ենք բացահայտում մեր շարժառիթները, բայց նրա սիրտը քննում է, նրա աչքերը տեսնում են, նա ծածուկը տեսնող Աստված է։ Երբ որ մենք երբեմն անգամ մտածում ենք, որ դե մի բան արեցի, որ ոչ մեկը չտեսավ, ոչ մեկը չիմացավ, նա ծածուկը տեսնող Աստված է։ Սաղմոս 139-ի մեջ ասում է, խավարն էլ քո համար մութ չէ,
նրա աչքերն ամեն բան տեսնում են։ Մենք կարանք մարդկանց լավ երևանք, մենք կարանք մարդկանց ցույց տանք, որ ինչքան բարեպաշտ ենք մենք, ինչքան հոգևոր ենք մենք, ինչքան լավն ենք մենք, որտեղ մենք հետաքրքրված ենք մարդկանցից լավ գնահատական ստանալ, բայց նա ծածուկը տեսնող Աստված է, եւ նա ամեն բան գիտի։ Ու երբ որ ծածուկի մեջ աղոթք կա արված, Տեր Հիսուսը մի քանի անգամ ասում էր զոհաբերության մասին, ասում, որ եթե դու ընծա ես տալիս, քո հայրը ծածուկը տեսնում է։ Երբ որ դու աղոթք ես անում, քո հայրը ծածուկը տեսնում է։ Երբ որ մի աղոթք ունես, որ ծածուկ սրտից անընդհատ Աստծո առաջ ես բերում, երբ որ քո ներքին սենյակում դու այս աղոթքը բարձրացնում ես Աստծուն, որևէ մեկը չգիտի, որևէ մեկը տեղյակ չի քո աղոթքի մասին, բայց նա ծածուկը տեսնող Աստված է։ Նրա աչքերը տեսնում են ծածուկի մեջ եղածը, եւ նա հայտնապես հատուցում անող Աստված է։ Ինչքան լավ է, որ ծածուկում անում ես ու Աստված հայտնապես հատուցում է։ Մարդիկ հայտնապես անում են հայտնապես հատուցում ստանալու համար, բայց Աստված ասում է, էական չի դու հայտնապես անես, էական է, որ դու անես իմ աչքերի առաջ, եւ ես ծածուկը, որ տեսնում եմ, ես հայտնապես հատուցում կանեմ քեզ։ Գործք առաքելոց 10-րդ գլխի մեջ նկարագրված է մի պատմություն, որտեղ մի մարդ կար, որ հեթանոս էր։ Թերևս այս հեթանոս մարդը հույս էլ չուներ, որ Աստծու կողմից ինչ-որ հատուկ գնահատականի կարժանա, որտեղ ինքը հասկանում էր, որ ինքը հեթանոս է։ Աստված հատուկ ընտրված ժողովուրդ ունի, դահրիաներն էին, եւ հանկարծ այս մարդը միևնույնն է Աստծու առաջ շարունակում էր ծոմեր անել, աղոթքներ անել, ողորմություններ անել, եւ 10-րդ գլխի 4-րդ համարի մեջ ասում է, որ քո աղոթքները եւ քո ողորմությունները վեր ելան Աստծո առաջին հիշատակի համար։ Հանկարծ հրեշտակը հայտնվում է այս Կորնելիոսին, եւ այս Կորնելիոսը, որ Աստծո հրեշտակին տեսնում է, վախով է բռնվում, որովհետեւ միտք էլ չուներ, ակնկալիք չուներ, որ հանկարծ իրան հրեշտակը կհայտնվի, Աստված իրան բանի տեղ կդնի, իր հրեշտակին կուղարկի իր համար, եւ բայց հրեշտակի գնահատականը սա էր։ Քո աղոթքները, ողորմությունները Աստծո առաջ հիշատակի համար ելան։ Հունարենով այս հիշատակի համար արտահայտությունը նույն արտահայտությունն է, ինչ որ հուշարձան կանգնեցնել։ Եվ երբ որ հրեշտակը Կորնելիոսին ասում է, քո աղոթքներն ու ողորմությունները Աստծո առաջ հիշատակի ելան, հրեշտակն ասում է, քո աղոթքներն ու ողորմություններն Աստծո առաջ հուշարձանի պես կանգնած են, ու Աստված չի կարողանում չնկատի քո ողորմություններն ու քո աղոթքները։ Այս հեթանոս մարդը, որ հույս էլ չուներ, որ Աստված իրան հատուկ բանի տեղ կդնի, պարզապես իր սրտի վերաբերմունքն էր Աստծու նկատմամբ արտահայտում եւ Աստծուն ասում էր, ես քո խաթեր ողորմություն եմ անում, ես անընդհատ քո համար աղոթքներ եմ անում, ես իմ անձը խոնարհեցնում եմ քո կամքին, հանկարծ Աստված ուշադրություն դարձրեց։ Այդքան հեթանոս կար երկրի վրա, այդքան մարդ կար ու հատկապես հենց Կորնելիոսի մոտ եկավ հրեշտակը, ինչի, որովհետև Աստված չի կարողանում անտարբեր անցնի մեր ողորմությունների եւ մեր աղոթքների կողքով, որովհետև երբ որ մենք աղոթքներ ու ողորմություններ ենք անում Աստծո առաջ, սրանք հուշարձանի պես կանգնում են Աստծո առաջ, մի հատ մեծ կոթողի պես կանգնում են, ու Աստված չի կարողանում չնկատի։ Աստված որ կոնֆռնում է այս հուշարձանը, իր աչքով անգնում։ Աստված ոնց նայում է այս հուշարձանն, իր աչքին անգնում, ու Աստված չի կարողանում անտարբեր կանգնի սրա նկատմամբ։ Դրա համար շարունակի քո աղոթքներն ու ողորմությունները, որովհետև երբ որ սա անում ես, Աստված հատուկ կերպով նայում է սրանց։ Աստված չի կարողանում չնկատի սա, որ իր աչքերի առաջ արված են։ Սաղմոս 139-ի մեջ Դավիթ թագավորի սրտի աղերսը սա էր։ Դավիթ թագավորն ասում էր. խնդրում եմ նայի ինձ։ Հա, ես գիտեմ, որ դու տեսնում ես ինձ, բայց այս անգամ նայի ուրիշ բանի համար։ Եթե դու անգամներ նայել ես ինձ, որպեսի ինձ օգնես, անգամներ նայել ես ինձ, որպեսի իմանաս իմ վիճակը, անգամներ նայել ես ինձ, որպեսի իմ սրտի կապանքներից ինձ ազատես, այս անգամ նայի ինձ մի ուրիշ բանի համար։ Նայի ինձ
ու տես, եթե չար ճանապարհի մեջ եմ, ինձ դարձրու ուղղության ճանապարհի մեջ։ Նայի ինձ հասկանալու իմ վիճակը, նայի ինձ եւ իմ իրավիճակի մեջ, իմ ծանր կացության մեջ, իմ թվացյալ ուղիղ ճանապարհի մեջ, եթե բացահայտի ու տես, եթե չար ճանապարհի մեջ եմ, ինձ առաջնորդի դեպի հավիտենական ճանապարհը, ուղիղ ճանապարհը դեպի ինձ առաջնորդի։ Սիրելի քրիստոնյա, ուզում եմ քեզ ասեմ, անընդհատ ժամանակ առ ժամանակ տար քո սիրտն Աստծո առաջ ու աղոթք արա, ասա Տեր, նայի իմ սրտին ու ինձ, եթե չար ճանապարհի մեջ եմ, սխալ ճանապարհի մեջ եմ, ինձ առաջնորդի դեպի ճիշտ ճանապարհը։ Ինչ է ճանապարհը, մեր ճանապարհները դրանք մեր միջոցներն են, որով մենք հասնում ենք մեր ուզած արդյունքներին։ Մեր ճանապարհները խոսում են մեր նպատակների մասին, ինչ նպատակներ ունենք մենք։ Դեպի ուր են գնում դեպի ուր է գնում մեր կյանքը։ Ու սիրելի քրիստոնյա, քաջալերում եմ քեզ, որ ժամանակ առ ժամանակ քո սիրտը բերես Աստծո առաջ ու ասես. Տեր, նայի ինձ, տես, եթե ես սխալ ուղղությամբ եմ գնում, եթե սխալ նպատակի մեջ եմ ինձ դրել, ինձ դարձրու դեպի ճիշտ նպատակը, ինձ դարձրու դեպի ճիշտ ճանապարհը։ Եթե իմ միջոցները սխալ են ինչ-որ բանի հասնելու, խնդրում եմ, օգնի ինձ, եւ ես հասկանամ, որ այս միջոցով չհասնեմ այս նպատակներին։ Անգամ կարա նպատակը ճիշտ եղնի, բայց միջոցը սխալ եղնի, ասես Տեր, ինձ դարձրու, որպեսզի ես ճիշտ ճանապարհի մեջ հայտնվեմ։ Եվ վերջի հատվածը, որ ուզում եմ կարդամ Պողոս Առաքյալի այն սրտի ծածուկ բաների հայտնումն է, որ Պողոս Առաքյալը իր սրտի ծածուկ բաները խոսում է Փիլիպեցիներին եւ ներկայացնում, ասում է, իմ սրտի ծածուկ ցանկությունը սա է։ Այն իմ խորքում ամենակենտրոնում սա է։ Եվ Փիլիպեցիս 3 գլուխ 7-8 համարների մեջ Պողոս Առաքյալն ասում է, բայց ինչ որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Եվ հենց ամեն բաներն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցի եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահ եմ։ Ինքն ասում է, ես հետաքրքրված եմ, որ ինքը իմ մասին բարձր գնահատական ունենա։ Ես հետաքրքրված եմ, որ իր ուշադրության կենտրոնում եղնեմ։ Ես հետաքրքրված եմ, որ Քրիստոսը նայի ինձ եւ իր ուշադրությունը դարձնելով ինձ, ինքը տենա ու ինձ ասի, ես հիանում եմ քեզանով, որ իմ մասին լավ կարծիք ունենա։ Այս վերջի արտահայտությունը, որ Քրիստոսին շահեմ, սա է նշանակում։ Մի հատ մարդ կար, որի հետ որոշակի հարաբերություն ունեցան գործնական, եւ ինքը ինձ ոնց որ բաներ անում, լավություն էր անում, ասենց ինչ որ բաներ էր անում, որ ես ասում եի, բայց պետք չի էլի, ինքն ասում էր, ես ռուսերեն էր ասում էր, я хочу приобрести твою дружбу։ Ես ուզում եմ ձեռք բերեմ քո ընկերությունը։ Ինձ ոնց որ լավ բաներ անում, որ ընկեր դառնա ինձ։ Պողոս Առաքյալն ասում է, ես ամեն բան արել եմ։ Այն ինչ որ ինձ օգուտ էր, այս օգուտ բաներից հրաժարվել եմ։ Այն ինչ որ ինձ շահ էր, ինձ օգուտ էր, այդ ամեն բաները վնաս համարեցի Քրիստոսի համար։ Ասում է, ես ամեն բաներն էլ վնաս եմ համարում Տեր Հիսուսի գերազանց ճանաչողության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցի։ Պողոս Առաքյալն ասում է, մի բան չունեմ, ամեն ինչից զրկվել եմ։ Այն ինչ որ ինձ պարծանք էր, այն ինչ որ ինձ համար ձեռքբերում էր, այն ինչ որ ինձ համար ստատուս էր, ինձ համար գնահատական էր, այս ամեն բաներից զրկվել եմ, ինչի համար։ Հիսուսի համար։ Ու ամեն բաներն էլ վնաս եմ համարում, մենակ թե նրան ճանաչեմ, թաքլե նրան ճանաչեմ, մենակ թե նրան մոտենամ, նրան բացահայտեմ, ով է ինքը, եւ ոչ միայն բացահայտեմ, այլ որպեսի ամեն բաներն էլ աղբ եմ համարում, մենակ թե ինքը ինձ բարձր գնահատականի արժանացնի, մենակ թե իր անկերությունը վաստակեմ։ Սա էր Պողոս Առաքյալի վերաբերմունքը Տեր Հիսուսի նկատմամբ։ Ասում էր ինքը իմ կյանքի ամենաթանկ անձն է, ինքը իմ կյանքի ամենաթանկ
թանկն է ու իրանից ավելի թանկ մեկը չունեմ ու հանուն իրա ամեն բանից զրկվել եմ ու ամեն բաները աղբ եմ համարում մենակ թե իր անկերակցությունն ունենամ, մենակ թե իր գնահատականը եւ իր ուշադրությունն ունենամ։ Արդյոք սրտիդ մեջ վերաբերմունք կա նույն Հիսուսի նկատմամբ, որ ամեն բանից զրկվեց, որ ամեն բան մի կողմ դրեց ինձ ու քեզ ունենալու համար, որ իր անձը դրեց զոհաբերեց, որ մեզ փրկա գնի, որ համաձայնվեց խոնարհվելու մարդկային մարմնի մեջ սահմանափակվելու եւ մարդկային մարմնի մեջ տառապանք ու ցավ կրելու, անարգանք կրելու, ստորացումներ կրելու, մենակ թե մեզ ունենա, մենակ թե մեզ ունենա, մեծագույն սերը ակնկալում է նույնատիպ արձագանք։ Եվ սիրելի քրիստոնյա, արդյոք պատրաստ ես Քրիստոսին շահելու, բաներ անես, որ իրա դուրը գա, որ գրավես իրա ուշադրությունը, գրավես իրա ներկայությունը։ Եթե պատրաստ ես, դու գիտես ինչ պետք է անես։ Իսկ դա սկսում է աղոթքներից, իր այդ ժամանակ անցկացնելուց։ Երբ որ մենք ասում ենք աղոթք, ի նկատի չունեմ խնդրվածքը, որ մի բան խնդրենք, հաջորդը խնդրենք, երրորդն ու չորրորդը, այլ երբ որ ասում եմ աղոթք, դա նրա հետ ժամանակ անցկացնելն է։